փաստաթուղթը պարունակում է ժամկետի իմաստով ամիսը, չկա ամսաթիվը։ Այսինքն հունիս 2019 թվական։ Չի հրապարակվում հետը պաշտոնական պատասխանը Հայաստանի Հանրապետության։ Բայց հիմա ուշադիր եղեք մի շատ կարևոր հանգամանքի։ Դրանից ընդամենը ամսով 2 ամիս հետո, ամսաթվով չեմ կարող ասեմ, որովհետև չկա հունիսի կողքը դրած ամսաթիվը, Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարում է Արցախը Հայաստանա եւ վերջ։ Սա է պատասխանը Հայաստանի։ Այսինքն սա է այն հիմնական ռումբը, որը դրվեց եւ հետո պայթեցվեց բանակցային գործընթացի տակ, թե որպես ուղղված համանախագահներին, չեմ ասում Ադրբեջանին։ Էսա պատասխանը։ Այսինքն այսքան տարի, տասնամյակներ, այս երկիրը հիմքում ողջ բանակցային գործընթացի դրել է Արցախի ինքնորոշման իրավունքը, ճանապարհ փնտրել է նրա ինքնորոշման իրավունքի իրացման եւ գալիս է մեկը, ունենալով 2 ամիս առաջ, նորից եմ ասում, կարող օրերով անգամ պակաս, ունենալով այս փաստաթուղթը, որը այդ ճանապարհը տալիս է առնվազը, գնում է Ստեփանակերտում հայտարարում է Արցախը Հայաստանա եւ վերջ։ Այսինքն մենակ այս 19-ի այս կտորով այնքան բան է ասված կատարվածի վերաբերյալ, որից հետո դրանից ամիսների տարբերությամբ էլի մոտավորապես 2 կհիշեք Ադրբեջանի նախագահը Վալդայում հայտարարում է Արցախը Ադրբեջանա եւ բացականչական նշաններ։ Այսինքն ո՞նց տապալվեց այս 19-ի փաստաթուղթը։ Ով տապալեց այս փաստաթուղթը։ Ով բանակցային ամբողջ գործընթացի իմաստը բերեց հասցրեց ռումբով դրվող պրովոկացիայի։ Ո՞նց եղավ այս ամբողջը։